Մասիվ ենք գնում, կարող ենք տանել ձեզ, համել զրուցել։ Մի քիչ խոսենք խնդիրներից, որոնք որ հատկապես ձեզ շատ մտահոգում է եւ արդյոք պատրաստում եք առաջիկա ընտրություններին մասնակցել, ունեք արդեն որոշում, մասնակցելու եք, հա? Հա, իհարկե, չմասնակցելը մեղք է։ Որոշում ունեք ում եք քվեարկելու։ Ոչ Բարգավաճին, ոչ ուժեղ Հայաստանին, այսպես ասած էլի, ոնց որ իրենք են ասում։ Հաստատ դուք մեր դասարանից եք։ Հա, դե որ ձեր դասարանից չլինեի, այստեղ ինչ գործ։ Անենք չի մենակ տուն գնալներ էլի, Դե ապրեք, ուրեմն մենք դասարանցիներ ենք։ Հա, հաստատ այդ Հայաստան դաշինքին էլ չեմ ընտրելու։ Ես հստակ կողմնորոշվել եմ ձեր օգտին, որովհետև ինձ շատ հոգեհարազատ է այդ դիրքորոշումը, որ իշխանափոխությանը ոչ, բայց ընդդիմությանը մաքրել։ Այո, ընդդիմափոխություն։ Այդ մենք միակն ենք իդեպ բոլոր քաղաքական ուժերից, որ այդ օրակարգն ենք բերել։ Որովհետև ըստ էության վեկտորը ճիշտ է։ Այո։ Բայց թերի է, որը լրացնում եք շատ հաջող դուք։ Այն ես որ տեսա այն պլակատները, որ կանգնած էր ազգային ժողովի մոտ ձեր։ Ես ուղղակի ցնցում եմ ուրախությունից։ Գնալու եք ընտրության հաստատ, այդ կարևորը։ Անպայման, իհարկե, ես ունեմ ձայնի իրավունք եւ չեմ կորցնի իմ ձայնի իրավունքը։ Անպայման գնալու եմ ու նախկիններին ոչ եմ ասել։ Ապրեք շատ, ապրեք։ Համեցեք։ Իդեպ շատ հաճելի է, որ ապագա ղեկավարը լինի շատ կիրթ, շատ գովելի է ձեր կողմից։ Դեռևս չեմ որոշել անկեղծ, բայց պարտադիր կմասնակցեմ։ Բայց գնալու եք ընտրության։ Այո, իհարկե։ Հատկապես ինչ եք փնտրում։ Այ ինչպիսին պիտի լինի այդ քաղաքական թիմը, որ դուք իրենց անպայման ձայն տաք։ Քաղաքական թիմը ինձ համար նախ եւ առաջ պետք է լինի գրագետ, երկրորդը չուրանա իրավունքները, որտեղից ինքը բարձրացել է, այսինքն ինքը քաղաքացու հայրենասեր լինի։ Այո, հայրենասեր լինի, քաղաքացուն աջակցող լինի։ Հայասեր լինի։ Այո, սիրի իր հայրենիքը։ Եվ երեխաների երիտասարդության համար լինի նոր ոնց որ աճ, երեխաների կրթության որակը բարձրանա, երիտասարդների համար ստեղծվի նոր ֆորումներ, նոր կարելի ասել վայրեր, որտեղ իրենք կզարգանան։ Լիքը ծրագրեր ունենք, հատկապես անվճար բարձրագույն կրթության ջատագով ենք։ Առաջին օրից մենք վրացական փորձը ուսումնասիրեցինք եւ որոշեցինք Հայաստանում եւս անպայման ներդնել անվճար բարձրագույն կրթություն, որտեղ որպես կոմպակտ ազգ մենք մեր տաղանդներին բացահայտելու, մեր սակավ ռեսուրսները կրկնապատկելու, եռապատկելու պարտականություն։ Ես շատ կուզեմ, որ այդ խելացի այդ ուղեղները, այսպես ասած, որ գնում են, սովորում են, գալիս են, ծառայեն իշահ մեր պետության, որտեղ այսօր այդ scholarship-եր եւ այլն որ կան, որ եղել են, մեծամասամբ գնում են, այսինքն ի նպաստ Հայաստանի Հանրապետության իրանք չեն ծառայում, որովհետև չէ, բայց դրանում պետության մեղքն էլ է։ Այո, որտեղ մենք այդ միջավայրը պիտի ստեղծենք, այդ մրցակցային միջավայրը, որտեղ տաղանդը ինքնադրսևորվելու, բացահայտվելու, պետքա ըստ արժանվույն գնահատվի մարդու անցած ճանապարհը։ Այս պետության մեջ չպետք է այնպես լինի, որ 6 ամիս ստաժիրովկա անցած մարդն էլ նույն աշխատավարձն ստանա։ 7 տարի բարձրագույն կրթություն անցած, երբեմն նաև ավելի շատ։ Կոնկրետ ոլորտների չեմ ուզում անդրադառնամ, որպեսզի ըստ արժանվույն հավանաբար բոլորս կհասկանանք ես ինչ եմ ասում, որ ասում եմ 6 ամիս ստաժիրովկա, բայց այն մարդիկ, ովքեր որ կյանք են դնում ու մի ամբողջ ժամանակահատված տրամադրում են ուսմանը ու մասնագիտացմանը, պետքա եռապատիկ չէ, քառապատիկ չէ, տասնապատիկ ավել վաստակեն, որովհետև դա ճիշտ է, որովհետև մարդիկ ներդրում են անում այդ ամեն ինչի մեջ։ Վաստակելու մասով մենք ծրագրային կետ ունենք, որ անպայման ժամական ժամավճար լինի, հաշվարկով աշխատավարձ։ Նաև սա, քանի որ մենք նաև նորմալ արմիություններ չունենք, սա նաև աշխատողների իրավունքների պաշտպանության հարց է լուծում։ Պարոն Բաբաջան, մի բան ասեմ, այստեղ խնդիրը հետևյալումն է։ Այսօր Հայաստանում չգրված օրենքները ավելի շատ են գործում, քան գրված օրենքներ։ Աշխատանքային օրենսգիրքը այսօր մեծամասամբ զուտ ինչ որ ֆորմալ փաստաթուղթ է, որ դեմ են տալիս կոպիտ ասած աշխատողին ու ասում են ծանոթացի ու ստորագրի։ Այդ աշխատանքային օրենսգրքից շատ ու շատ կետեր ոչ մեկի կողմից չի պահպանվում։ Ու դրա մեղավորը առաջինը աշխատողն է, եթե ուզում եք ճիշտ իմանաք, հետո նոր գործատորը, որտեղ չի պահանջում։ Ցիկայով փորձված պրակտիկ չկա այդպիսի բան։ պետությունը։ Ես շատ կխնդրեմ, եթե դուք
լինեք որպես հաջորդ այս երկրի վարչապետ կամ դուք ընտրվեք, խնդրում եմ առաջին դասարանի գրքերը փոխեք։ Մենք իրատեսական, այսպես գտնվելու համար այս ընտրություններին ոչ թե իշխանափոխության օրակարգ ենք բերել, ինչպես բոլոր մյուս քաղաքական ուժերը։ Մենք եկել ենք ընդդիմափոխության օրակարգով եւ այդ կարգախոսով, որովհետեւ կարծում ենք, որ նախ 2021 թվականից այն ինչ իրան կոչում է ընդդիմություն, դա Պուտինինն է, Պուտինի անձնական սեփականությունն է, եւ մեր խնդիրն է Պուտինի ձեռքից մեր ընդդիմությունը, որովհետեւ դա էլ է մեր ժողովրդինը։ Ժողովուրդը պիտի վերստանձնի իր իշխանությունը ընդդիմության նկատմամբ։ Շատ շնորհակալություն ձեզ։ Մենք ենք շնորհակալ ձեզ մեզ հետ այս ճանապարհը անցնելու համար։ Հուսամ մեզ հուսախաբ չեք անի։ Իհարկե չենք անի։ Մեծ հաշվով մեզ այսպես համատեղ ճանապարհ է։ Մեր հայրենիքի ու մեր հայ ժողովրդի համար ամեն ինչ լավ Ապրեք լինի։ շատ, շնորհակալություն, շնորհակալություն շատ։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն ձեզ։ Լավ օրդես։